Քվեարկություն։ Քաղաքացիները դեկտեմբերի 6-ի հանրաքվեին հնարավորություն կունենան մասնակցել նույնականացման քարտերով ազգային ժողովը ձայների 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքը։ Հայաստանում 2 միլիոն բնակչության պայմաններում 200-ից ավելի դատավորներ կան, դատարանները ծանրաբեռնված են, ու թեև ոստիկանությունը հայտարարում է, որ հանցագործությունների թիվը կրճատվել է, դատարանում քննվող գործերի թիվն ավելանում է։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Այնինչն Հայաստանում հանգեցնում է իրական կորուստների, դա կոռուպցիան է, որը խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը, նախորդին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։ Ռուսաստանյան օդուժի հարվածները մեծամասամբ հասցվում են այն տարածքներին, որոնք չեն գտնվում իսլամական պետություն խմբավորման վերահսկողության տակ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի օգնականը։ Իսկ Բարակ Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, այս մասին նշված է հրապարակված փաստաթղթում և ամերիկացի նախագահի սենատի ղեկավարին ուղղված նամակում։ Քվեարկություն։ Այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։ Հակական պատգամավորների հեղինակած այս փոփոխություններով Սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլատրվում է քվեարկել նույնականացման քարտերով։ Հիշեցնենք, քաղաքական մեծամասնությունը մերժեց վերահսկողության մեխանիզմ սահմանել մատերը թանակոտելու եղանակը և որոշեց, որ նույնականացման քարտերով քվեարկող քաղաքացիների անվան դիմաց միայն նշում կարվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստին հաջորդ թիվ քննարկվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է Երևանի, Արաբկիր և Քանակերտ, Զեյթուն ու Աջափնյակ ու Տավտաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թիվն ավելացնել 2-ով։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաստիքների ավելացմանը կողմ է, ասում է, սարսափելի ծանրաբեռնվածություն կա դատարաններում։ Ավելին առաջարկում է ավելի շատ հաստիքներ ավելացնել ու վերացնել արտադատարանական կարգը։ Իսկ խնայելու համար վերջինս այլ տարբերակներ է առաջարկում, հիշեցնում է ժամանակին, երբ որ արտադատարանական կարգը ներդրվեց, իսկ դատական կարգը վերացվեց, որովհետև դատավոր չկրճատվեց։ Միևնույն ժամանակ ԴԱԿ-ում մի նոր բաժին բացվեց, որը զբաղվում է արտադատարանական ընթացակարգերով։ Խնայելու տարբերակներից մեկն էլ ըստ պատգամավորի ծառայական մեքենաների քանակի կրճատումն է։ Օրենսդիր գործադիր և դատական իշխանությունների ծառայական մեքենաների վարորդները նստում են այդ 1072 ավտոմեքենաները և շարժիչը միացնում են և մեր հաշվին սկսում են այդ մեքենաները ինչ-որ ծառայություն մատուցել իրենց ղեկավարներին, ղեկավարների ընտանիքներին և այլն և այլն։ Սա ըստ էության այն ոլորտից է, որտեղ հստակ կրճատելու բան ունենք, պետք է կրճատենք այնտեղ։ Բայց այդտեղ չենք խոսում, որ պետք է կրճատել։ 1072 ծառայական մեքենա Հայաստանում, աղքատ Հայաստանում 1072 ծառայական մեքենա կա։ Հայաստանում 2 միլիոն բնակչության պայմաններում 200-ից ավելի դատավորներ կան, դատարանները ծանրաբեռնված են ու թեև ոստիկանությունն ամեն տարի հայտարարում է, որ հանցագործությունների թիվը կրճատվել է, դատարաններում քննվող գործերի թվերն ավելանում են։ Այս մասին այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց հակխմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, զարմանք հայտնելով, թե այս պարագայում ինչպես է ստացվում, որ արտագաղթի նման պայմաններում էլ դատարաններում քննվող գործերն այսքան շատ են։ Բայց ոնց կարող է 2 միլիոն բնակչությունը այդքան քաղաքացիական գործեր ապահովել և դատարաններում այդքան ծանրաբեռնվածություն։ Ուրեմն այդ համակարգը չի գործում։ Այսինքն արդարադատություն չի իրականացվում։ Քանի որ արդարադատություն չկա, դա պատվերով է, ով վճարում է նայել պատվիրում է, հետևաբար դատարանները հեղեղված են։ Ես ձեզ ասեմ, ավելի շատ այդ տնտեսական, գույքային, չգիտեմ, վեճերը լուծվում են նաև հեղինակությունների կողմից, գողական աշխարհի կողմից, որը շատ ավելի էֆեկտիվ է արդյունքի տեսակետից։ Ճիշտ է, այնտեղ էլ իրենց տոկոստ են վերցնում, փայն են մտնում, բայց դա արագ լուծվում է։ Դատարաններում 4-5 ամիս չպետք է սպասեն, որ առաջի նիստը տեղի ունենա։
Կառավարության կողմից արտահերթ կարգով ազգային ժողով է բերվել նաև հարկերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անձեռնարկատերերը կհամարվեն ընտանեկան ձեռնարկության սուբյեկտներ եւ չեն հարկվի։ Նման զբոսաշրջային տների թվաքանակը մեծ չէ, 21 տնտեսվարողներն են, որոնք ներկայումս գործում են արտոնագրային դաշտում։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքերով խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նրանք հնարավորություն չունեն օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից։ Նման հնարավորություն տրվող օրենքի նախագիծը ողջունեցին նաև բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորներ, իսկ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկեց մեծացնել շրջանառության շեմը 18 միլիոնից դարձնելով մինչև 30։ Միրումյանը սակայն ավելացման պարագայում այլ ռիսկեր է տեսնում։ 10 ամսվա կտրվածքով բոլոր սուբյեկտների շրջանառությունը կազմում է 194,000 դրամ։ Այսինքն 194,000 եւ 18 միլիոն շեշտակի է տարբերությունը եւ շեմի հետագա բարձրացումը կարող է ուղղակի գայթակղություններ առաջացնել, որպեսզի արդեն վերևից իջնեն դեպի ներքև եւ մտնեն դաշտ եւ իրապես վտանգվի այն փոքր ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների միջոցով գործունեություն իրականացնելու հանգամանքը։ Բացի այդ, թե ինչն է խանգարելու, որ խոշորները չփորձեն մասնատվել ու մտնել այս արտոնյալ դաշտ հարցին, Վախթանգ Միրումյանը պատասխանում է, որ միակ արգելապատնեշը ընտանիքի անդամներով բիզնես ծավալելն է։ Ցանկացած այլ վարձու աշխատող բիզնեսում ներգրավելու դեպքում հարկային արտոնությունը չի գործի։ Երեկ երեկոյան Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի միասնական շտաբը հայտարարություն տարածեց, որ ոստիկաններ են այցելել շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան եւ նրան հրավիրել են քննչական հարցաքննության։ Ժիրայր Սեֆիլյանը Գալայի հետ զրույցում նշել է, որ փաստաբանի հետ այցելել է քննչական կոմիտե, սակայն որևէ հարցի չի պատասխանել։ Իսկ իրեն հարցեր են ուղղել հիմնականում հիմնադիր խորհրդարանի կողմից ստեղծված հասարակական կազմակերպության ֆինանսական շրջանառության, ֆինանսական ելումուտի մասին։ Սեֆիլյանի խոսքերով այս տարվա փետրվարի 18-ից հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, որը մինչ օրս չի փակվել։ Գալայի հարցին, թե արդյոք այս ամենը կապում է դեկտեմբերի 1-ին նախատեսվող անհնազանդության գործողությունների հետ, Սեֆիլյանը չբացառեց, նշելով նաև, որ դեկտեմբերի 1-ին ընդառաջ հնարավոր է լինեն նաև քաղաքական ձերբակալություններ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը նախօրեին ծավալուն ելույթով հանդես է եկել հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի անդամների առջև։ Նա ներկայացրել այն գերակաղությունները, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Չնայած 91 թվականից ի վեր տեղ գտած բազմաթիվ ձեռքբերումներին, ըստ դեսպանի կան ոլորտներ, որտեղ առաջընթացը կանգնած է կամ լճացած վիճակում է գտնվում, ցավալի է, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը, ասել է Միլսն, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակի ջանքերը պաշտոնական եւ ժողովրդական դիվանագիտության ոլորտներում այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով։ Ռիչարդ Միլսը հարկ է համարել անկեղծ լինել եւ նշել, թե ինչն է Հայաստանում հանգեցնում իրական կորուստների։ Դա կոռուպցիան է։ Երբ բիզնես ոլորտում մրցակցությունն արդարացի չէ եւ չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական եւ քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանը փոխում է տնտեսական աճը։ Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը։ Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով, եթե նրանք նկատում են, որ երկիրը կոռուպցիան կեղեքում է, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները։ Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել եւ պահպանել այն։ Կոռուպցիան սակայն սոցտնտեսության վրա չէ, որ բացասաբար է անդրադառնում։ Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում եւ կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աշխատել հայաստանյան ցանկացած պետական եւ հասարակական կառույցի հետ, որտեղ կա կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն։ Աշխատանքը նաեւ կներառի աջակցություն հակակոռուպցիոն խորհրդին։ Հիշեցնենք, որ այդ խորհրդի կազմում կոռուպցիայի դեմ պայքարելու են Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ պետական պաշտոնյաներ։ Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի։ Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի։ Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի գործընթացի վերաբերյալ Գալան զրուցել է ազգային ժողովի նախկին պատգամավոր քաղաքագետ Վարդան Խաչատրյանի հետ։ Ըստ մեր զրուցակցի փաստ է, որ ԱՅՈ-ի կողմնակիցներն այս օրերին առավել ակտիվ քարոզչություն են իրականացնում, իսկ պատճառն այն է, որ գործի է դրված ողջ վարչական ռեսուրսը։ Սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները չունեն այդ հնարավորությունը, ուստի որպես առավել աշխատող կամ արդյունավետ տարբերակ ընտրել են հանրահավաքային պայքարը։ Քաղաքագետն ասում է, հարցն այն է, որ չկա որևէ վերահսկողություն։ Այն մարդիկ կամ պաշտոնյաները, ովքեր կոչված են վերահսկողություն իրականացնելու, որ ասենք վարչական ռեսուրսի կիրառում տեղի չունենա, կամ պետական միջոցները չծառայեցվեն ԱՅՈ-ի քարոզարշավի գործընթացին, այսօր ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված։ Ըստ Վարդան Խաչատրյանի, վարչական ռեսուրսի չարաշահմամբ տրվեց քարոզչության մեկնարկը, երբ վարչապետը նշանակվեց ԱՅՈ-ի շտաբի ղեկավար, մարզերում էլ այդ աշխատանքների համակարգումը վստահվեց մարզպետներին։ Քաղաքագետի կարծիքով կարևոր է, որպեսզի այս շրջանում միասնականություն ցուցաբերեն ոչի կողմնակիցները, քանի որ ստացվում է սահմանադրական փոփոխություններին դեմ պայքար երկու ճակատով։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը կոչ է անում ժողովրդին դեկտեմբերի 1-ին դուրս գալ փողոց, դիմել անհնազանդությունների եւ տապալել հանրաքվեի գործընթացը, իսկ ոչի ճակատի երկու ուժերը Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունն, ինչպես նաեւ չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնությունը, կոչ են անում գնալ տեղամաս եւ դեմ քվեարկել առաջարկվող փոփոխություններին։ Այնինչ ժողովուրդը հստակություն է պահանջում։ Ռուսաստանյան օդուժի հարվածները մեծամասամբ հասցվում են այն տարածքներին, որոնք չեն գտնվում իսլամական պետություն խմբավորման վերահսկողության տակ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի օգնական Սելեստ Հոլանդերը։ Կարող եմ այսպես ասել, եղել են դեպքեր, երբ Սիրիայում ռուսաստանյան օդուժի հարվածները եղել են իսլամական պետության դիրքերի ուղղությամբ, սակայն ճնշող մեծամասնությամբ հարվածները հասցվել են այն տարածքներում, որոնք իսլամիստների վերահսկողությունից դուրս են, հայտարարել է Հոլանդերը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միավորել ջանքերը իսլամական պետության դեմ համատեղ պայքարելու համար, եթե տեսնի, որ Ռուսաստանը անկեղծ է իր մտադրություններում։ Մինչև հիմա մենք նման անկեղծություն չենք նկատել, ավելացրել է Հոլանդերը։ Բարակ Օբամայի վարչակազմը միևնույն ժամանակ գնահատել է Ռուսաստանի Դաշնության բանակի պատրաստվածությունը։ Մենք իրոք համոզվեցինք, որ Մոսկվան ի վիճակի է անցկացնել տեխնիկական ցանկացած բարդության գործողություն եւ Վրաստանում տեղի ունեցածը բավականին լավ դաս էր, հեգնել է Միացյալ Նահանգների նախագահի օգնականը։ Ավելի վաղ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Սիրիայում իրականացված ավիահարվածների 80-ից 90%-ը սիրիական ընդդիմության դիրքերի ուղղությամբ են։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները, պնդելով, որ իրենց թիրախը միայն իսլամական պետությունն է եւ այդ խմբավորման հետ կապ ունեցող զինյալները։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, այդ մասին նշված է հրապարակված փաստաթղթում եւ ամերիկացի նախագահի սենատի ղեկավարին ուղղված նամակում։ Մեր հարաբերություններն Իրանի հետ դեռ չեն կարգավորվել։ Այդ պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը հայտարարվել է 1979 թվականին, պետք է շարունակվի, նշվում է հաղորդագրությունում։ Բացի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցներից, Միացյալ Նահանգները պահպանում է պատժամիջոցները մի շարք այլ պատճառներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը։ Նա նշել է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ապահովվել է կայունության 4-ամյա շրջան, ուստի պետք է բարեփոխումներ անել, այդ թվում սահմանադրական։ Նա ընդգծել է, որ նոր սահմանադրությունը պետք է լինի առաջինը եւ ամենաառաջնայինը բարեփոխումների շարքում։